նշանակում, փոխում, դնում, հանում։ Հիմա որտեղ ինչպես է դա կապ չունի։ Դուք ասում եք կաթողիկոսը ողջ առողջ իր տեղում է, բայց տեղյակ եք, որ ԿՊ-ի նախընտրական ծրագրում կաթողիկոսին հեռացնելու հարցն է դրված։ Սիրելիս, կարող է տեղյակ չլինեմ։ Ես Հայաստանում եմ ապրում, հետևում եմ։ Նկատի ունեմ հնարավոր համարում եք Ինչն է հնարավոր։ կաթողիկոսի հեռացումը։ Գիտեք, հիմա ԿՊ-ի ժողովուրդ Ներողություն եմ խնդրում, երկու քայլ առաջ կգաք ու պատասխանեք, բացվեք, էլի լրագրող։ լավ է։ Հա։ Որևէ կուսակցություն իր նախընտրական ծրագրի մեջ շատ ու շատ հարցեր է դնում։ Մի հատ գնացեք այդ ԿՊ-ին հարցրեք, այդ ձեր նախընտրական խոստումներից ինչն է արվել, անցյալների, այսօրվա, ինչն է արվելու։ Եվ ամենադատապարտելին այն է, որ նույն այսօրվա իշխանությունները, որը բնականաբար ԿՊ-ի իշխանություններն են, հայ եկեղեցին մեղադրում են քաղաքականության մեջ ընդգրկված լինելու, բայց երբևէ չեն մտածում, որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մեջ եկեղեցու հարցը դնելը իրենք են եկեղեցուն ներքաշում քաղաքականության մեջ։ Ինչպես է գնահատում։ Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու, միջամուխ լինելու։ Եթե քաղաքական իշխան հակադարձում են, թե դուք էլ խառնվել եք իշխանության, հա, գործերին պահանջել եք վարչապետի հրաժարականը, շարժումները։ Ներողություն, վարչապետը իշխանությունը չէ, եւ վարչապետը պետությունը չէ։ Հայաստանյաց եկեղեցին, Հայաստանի եկեղեցին չէ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պատմականորեն 1700-ամյակներ աշխարհասփյուռ եկեղեցի է։ Մի հատ հլը տեսեք, այս մենակով Հայաստանի եկեղեցիները չեն։ Ուրեմն ինչ ծրագիր է Իշխանությունները ձևավորվել են ժողովրդի կամով, ժողովրդի մեծամասնության քվեարկության միջոցով։ Օտարի պատվերն է իրականացնում։ Սրբազան հնարավոր համարում եք, որ քաղաքացիների ճնշմամբ կարող է կաթողիկոսին հեռացնել ԿՊ-ն։ Դե եթե քաղաքացիները գնան դրան, Սրբազան 2025-ին մի ձայնագրություն հրապարակվեց մամուլում, որտեղ դուք